Աճեցման հանգամանքը Միքայել Մինասյանի հարցազրույցը կխնդրեմ ուշադրություն դարձրեք։ Մարդը ասում է, ես տարիներ ֆինանսավորել եմ հայկական ժամանակը, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակումները կառավարեմ։ Հիմա բովանդակային հերքու, էս էլ հո պարոն Քոչարյանի թիմակիցները չեն ասում, էս էլ ձեր Միքայել Մինասյանն է, չէ ասում, որ ես հայկական ժամանակը փողով պահել եմ։ Լավ, հիմա պետք է ժողովրդին փորձել հիմարացնել։ Լավ, հիմա ինքները իրենց կոնտենտի համար փորձում են ամեն ինչ մոլորեցնել, մանիպուլացնել, բայց սրանց պատասխանը ով պետք է տար, հա, այս ամեն ինչը որ մենք ասում ենք։ Լավ, եկանք պարոն Մինասյանի վրա։ Հեղափոխություն երբ է տեղի ունենում։ Չէ, դա շատ կարևոր է, որտեվ էսի ուրիշ բան է հետո ասելու, դրան էլ ենք անդրադառնում։ Դրան բայց էսրան առանձին անդրադառնում։ Էսրան իհարկե մեր Միքայել Մինասյանը, լավ։ Ուզում եք տես ձևակերպեք։ Ասում եք ձեր Միքայել Մինասյանն է դա ասում։ Ահա, լսի։ Դա ձեր որտեվ դե մի րոպե, Okay, ախպեր ջան, ես ասում եմ, հարց չկա իմ համար, մեր Միքայել Մինասյան։ Հարգելի Կոչուբաև։ Ես Մինչև ես ասել ես կուզեմ մի հատ թեթև կարճ նախաբան ասեմ։ Ես նես կուզեի ես նույն բառապաշարն ու նույն բառերն օգտագործեիր դու այս ժամանակ կամ ապագայում երբ որ Միքայել Մինասյանը կլինի երկրում այդ նույն առոգանությամբ նույն դեմքով անկեղծ եմ ասում։ Բայց ինչ խնդիր ունի ինքը դա անելու։ Արա անգեր ջան անունը տալու վախ ունեն իրանք ունեցել են ու կունենան ոնց որ լիքը ուրիշ մարդկանց մասին բայց աստենք առաջ ախպերս փաստերը գիտես որն է որ իրա նման պաշկեկով մարդիկ ժամանակին խնդրում էին որ Միքայել Մինասյանն իրանց ընդուներ այդ է պաշկեկով ու այսօր այդ պաշկեկով մարդկանց մեծ մասը խոսում է Միքայել Մինասյանի մասին ես մի շիկը բան սենց էլի որ կյանքում չէ դե չի կար չէ կարա ասեր նրանք չեն կարա ասեն վաղ կգա նրանց էլ հարց կանդրադառնան բայց աստեն բովանդակային մի վարքյան Միքայել Մինասյանը չի ասել ինքը հայկական ժամանակը պահելա ֆինանսավորելա։ Միքայել Մինասյանը գրեթե բառացի ասել է հետևյալը. Իմ ընտանիքի մասին լկտի ստեր չասելու համար ես ստիպված եմ եղել ասավ Ազգեն շարունակի։ Իրար հետ ենք լսել։ Այսօր լսեցինք, ես հիշում եմ որ ինչ որ տես բան կա դրա համար պետք է, բայց ինչ որ բան կա ոչ թե իր ասացի դրան բանության, մեջ հիշում եմ ինչ որ առնչություն կար ֆինանսական, ինչ ասում Միքայել Մինասյանը։ Իդեպ Ստե պետք է շատ հստակ ասել, որ հայկական ժամանակը, ես էլի եմ լսել ուրիշ մարդկանցից հեսա կասեմ, դա հայկական ժամանակը, այն ժամանակ երբ սոցցանցեր եւ այլն թերթի առհասարակ ֆակտորը, շատ ուժեղ ֆակտոր է եղել, այդ թվում ազդեցության որպես լծակ եւ նաեւ կոմերցիայի բան, այսինքն ոչ միայն Նիկոլ Փաշինյանը ազնիվ լինենք, շատ թերթեր վերցրել են փողեր գրելու կամ չգրելու համար։ Իդեպ չգրելը հավանաբար ավելի թանկ է միշտեղի, քան գրելը։ Հիմա ինչ ասում Միքայել Մինասյանը, ասում է ես, այո, պայմանավորվածություն եմ ձեռք բերել հայկական ժամանակ թերթի հետ, որպեսզի իմ ընտանիքի մասին կեղտոտ բաներ չգրի, հիմա ոնց որ սոցցանցերն են ժամանակ այդ կեղտոտ այդ զուգարանային այդ ամենը այդ հայկական ժամանակներ։ Ես համաձայնել եմ գնել այն թերթի քանակը, որը որ չի վաճառվել, դրանով ֆինանսապես փաստացի իրանց հետ ունենալ այդ դոգվերը։ Հիմա հայկական ժամանակը ու դա ամենախնդալուն է լավ, եթե պատկերացնենք, որ ինքը նախ ստե մանիպուլյացիան է, որ ոչ թե կառավարել հրապարակումները, դա մանիպուլատիվ կեղծ բան է։ Մեծ սուտ է։ Ինքը բացառի իր ընտանիքի մասին այն կեղտոտ բաները, ինչը այդ մարդը գրում էր կամ կարար գրեր կամ պատրաստվում էր գրել եւ շարունակաբար գրում էր։ Միևնույն ժամանակ, եթե մենք ընդունում ենք, որ քո տրամաբանությամբ են գնում, նայ հայկական ժամանակը ամենից շատը կամ թոփում առնվազն, չգիտեմ, top 2-ում։ Ամենաշատը 2008-ից 18 թվերին Սերժ Սարգսյանի մասին։ Սերժ Սարգսյանի մասին է գրել։ Այ վստահաբար նաև դրանց առաջ, գրել վատով նկատի ունեմ, քննադատել երբ շատ դեպքերում էլ գուցե անցնելով սահմանները, հա։ Այսինքն ստացվում է, որ ինչ Միքայել Մինասյանը ֆինանսավորել է որպեսի կառավարի այդ բանը ու իր կառավարման արդյունքում անդադ քննադատել են Սերժ Սարգսյանին, հա, երևի հիմա ով է կարող Միքայել Մինասյաններ բերում Նիկոլին ստեղ նորից 0-ից գանք տենանք էդի ոնց էս բան անում էլի, որտեվ այս տրամաբանության մեջ այսինքն եթե ինքն էր կառավարում բոլոր այդ հրապարակումները, ոնց որ դու ես ասում, այսինքն դու որտե՞ց մանիպուլյացիանում բացառել մի բանը, բերում ես հավասարացնում ես կառավարել հրապարակումները։ Ես իդեպ ասեմ, ես գիտեմ, որ կան էլի մի դեպքի մասին ես անձամբ գիտեմ, որ մարդիկ ովքեր պատրաստվել են ընտրությունների նախորդ տարիներին, նախորդ իշխանությունների ժամանակ
գնացել քեշ փող են տվել Նիկոլին, որպեսզի իրանց մասին տեղեկություններ չհայտնվեն այդ բանում։ Մի հատ քեզ ես օրինակ բերեմ, օրինակ Ալեքսանդր Կոչուբաևին ուզում եմ մի հատ էլ ես ուշերին ոնց էր ասում, պարոն Սուքեսյանին ուզում եմ ասեմ, թող գնամ այն Նիկոլի հետ խոսեմ։ Հիմա Կոչուբաև ջան, ես քեզ ուղղորդում եմ եղբայր։ Մի հատ հարցրու Արտաշես Թումանյան անուն ազգանունը, մի հատ իմացի ով ա եղել ինքը երկրորդ նախագահի իշխանության տարիներին։ Եթե չեմ սխալվում, աշխատակազմի ղեկավարն էր երկրորդ նախագահի ինչ-որ ժամանակահատված, ու հիմա ինքը ով է, ամենակարևորը Նիկոլ Փաշինյանի օգնականն ու խորհրդականը։ Ու այն ժամանակվա հայկական ժամանակում աշխատող մարդկանցից որոշներին կարաս հարցնես, օրինակ Նաիրա Զոհրաբյանին, Ավետիս Բաբաջանյանին, Արտաշես Թումանյանը փող տվել է երկրորդ նախագահի մասին վատ բան չգրելու համար Նիկոլին, թե չէ։ Այդ հարցը մի հատ տուր։ Պրոստը տուր, պատասխանը իմացի, ուղղորդում եմ քեզ, անուն, ազգանունով, տեղով, բանով։ Ես հույս ունեմ, որ մի օր այդ ժամանակ Նիկոլի համար փող հավաքողները, որոնք կան, կխոսան թե ովքեր են Քոչարյանական իշխանությունից եւ միգուցե նաեւ անձամբ Ռոբերտ Քոչարյանի անունից փող տվել Նիկոլին, որպեսզի Նիկոլը վատ բան չգրի։ Ստե կարևորը դիսկլեյմեր անել։ Ես թե Միքայել Մինասյանի հետ տարածը, թե Ռոբերտ Քոչարյանի հնարավոր կամ իր ընտանիքի անդամների, իր մտերիմների, իր արա որևէ մարդ, որը որ փող ա տվել դրան, որ իր կեղտոտ բերանը չբացի, այն ժամանակ հոսենց այս դոգի դարաշրջանը չէր, որ արդեն այնքան են իրար քրֆե մարդ մեկա դարը։ Այն ժամանակ արժանապատվություն կար, քո մասին այտենց երեխեքդ որ չկարդան, չգիտեմ, պրոբլեմ էր դա։ Երբ որ կեղտոտ սուտ բաներ էր գրվում տարբեր տեսակ է թերթերում, որտեվ չկար այդ համացանցը այդքան տարածված չէր, սոցցանցեր չկային եւ այլն, հա։ Դրա համար այն ես չեմ ասում, որ դա վատ բան է եղել, այսինքն այստեղ շատ կարեւոր է Ժորժ ջան հասկանաք, որ երբ հակադարձությունը տանում է դեպի երկրորդ նախագահի օրինակներ, դա այնպես չի, որ մենք ասում ենք ախպեր գիտես ինքն էլ է վատ բան արել։ Հակառակը ասում ենք ընկեր դու հիմա ներկայանում ես թե որպես երկրորդ նախագահի քաղաքական թիմի անդամ, ինքդ ես ներկայանում։ Ասում ես բաներ, որը որ մի շարք տեղեկություններով եւ որը որ դու կարաս ճշտես, նաեւ այն չեմ ասում ես ստերը, էլի էտիլը կողմ դրած, ես չեմ պատկերացնում, ասենք դրա տակից դու ոնց ես դուրս գալու։ Արդեն պետք է որ քեզ նաեւ քո վերևներից ասածել են, որ որևէ ողջամիտ մարդ այս բաներ չի ասի, ինչը դու ես խոսում։ Բայց այս տեսակ բաները ես էլի եմ ասում, մենք երբեմն տանում ենք դեպի երկրորդ նախագահ մենակ այն տրամաբանության մեջ, որ ընկեր, եթե դու ասում ես, որ սա վատ բան է, հեսա քո քաղաքական թիմի առաջնորդը եւս կամ առաջնորդը կամ իր հետ աֆիլիացված մարդ, բայց դա ես չեմ համարում վատ բան։ Եթե ինչ-որ մեկը ասել է արա անես $200 կամ $300 այդ ջիշով կա, մի բերանդ բացի, ես չեմ տենում, որովհետեւ իրանք են կերտել, հա Նիկոլն էլ դրանով յոլ էր գնում, ասենք, չգիտեմ ինչ էր անում, հա, սովից չէր մեռնում, բայց հիմա նես չի, որ ասենք Միքայել Մինասյանը այդ մի քանի $100 որ չէր, սովից մեռնելու էր, սաղս պրծնեին։ Այդպես որ նա սաղ են ֆինանսավորել։ Այո, բոլոր իշխանության ժամանակ ես չեմ բացառում, որ բոլորը ում մասին մի բան գրում էր, ես դաժե գիտեմ, ասում եմ, անձնապես բաներ, պատմություններ գիտեմ, որ եղել է։ Այդ ցավը տանեմ, հարցը ինչու՞մ է կայանում։ Այս նույն բանը անցկացնում է, չէ՞, սա գալիս ենք դրան, չէ՞, որ ասում է ոնց եղավ, որ այս մարդիկ այս իշխանությունը Սերժ Սարգսյանի իշխանության ներկայացուցիչները բանման էս կոմենքով։ Արտաշես Թումանյանն է Քոչարյանի իշխանության ժամանակ։ Ես չգիտեմ քո ասած այդ դեպքը։ Ես ու Նիկոլի խորհրդականն արա։ Այսօր արա։ Լավ, ինչև է, արա 20 ժամը մենք ամեն թեզով գնանք արա։ Կարծում եմ սա պիտի գնանք։ Իմաստը մի բյուջեի մասին ուր է։ Չէ, բյուջեն չէ, դիտենք ինչա մնացածն ասում։